Գիտեք, անցյալ տարի 90-ամյակն էր, ամբողջ տարվա ընթացքում փորձեցինք ինչ-որ բաներ անել, որ իրականության առաջ իր անունը, իր գործը, իր հրապարակախոսությունը, իր արձակը մենակ չթողնենք եւ կարողացանք եւ փառք Աստծո մենակ չեղանք ինքներս, օժանդակողներ ունեցանք, ակնկալածից շատ ավելի քիչ, բայց որակյալ։ Դա եղան դպրոցներ, մշակույթի օջախներ, թանգարաններ, դա եղան ֆինանսավորողներ, որոնք հովանավորեցին փոքր քանակությամբ մարդիկ եւ կազմակերպություններ, բայց բաներ եղան, որ կարողացանք անել եւ դրա համար շնորհակալ ենք։ Ես տերն եմ իմ ժամանակին, անցյալ տարի այդպես էինք ընտրել կարգախոսը, իր մի հրապարակախոսության ուրեմն վերնագիրը եւ բովանդակությունն էինք ընտրել եւ կարծում էինք չէինք վրիպել, քանի որ հիմա ըստ իս բավական արդեն երկար տևող, արդեն տասնամյակից ավել տևող անտեր ժամանակներում իրոք Մաթեոսյանն է, որ Տեր է եղել, Տեր է եւ Տեր պիտի լինի, եւ եթե իր խոսքին, այդ իր հրապարակախոսությանը թեկուզ անսանք եւ ապագայում էլ այդպես լինի, մենք համոզված եմ կկարողանանք այլևս գործ ունենալ շատ ավելի որակյալ իրականության հետ, քան ունենք, քանի որ ի սկզբանե էր բանն եւ խոսքը ձևավորում է իրականություն եւ հենց այդ պատճառով մշակույթը ձևավորում է իրականություն եւ պրատ մշակույթը ձևավորում է պրատ իրականություն, իսկ լման մշակույթը, բարձր արվեստը, բարձր խոսքը, ճշմարիտ խոսքը ձևավորում է ճշմարիտ իրականություն։ Մեզ դա է պետք։ Մենք շատ ու շատ բանաձևերի, շատ ու շատ տնտեսագիտական, քաղաքական եւ այլ բաներով ենք անցնում եւ այս տարի էլ մարտահրավեր ունենք ընտրությունների եւ ունենք 20-ի եւ ապահաջորդած ամբողջ պարտությունը, պարտադրված պարտությունը հաղթահարելու խնդիր եւ ես համոզված եմ, որ այս որակի խոսքով, հենց այս խոսքով ես տերն եմ իմ ժամանակի, մենք դա կարող ենք անել, բայց լսողներն առայժմ քիչ են, պետք է հնչեցնենք եւ պետք է այդպես լինի։ Շնորհակալություն։ Տանը միշտ հիշում եմ իր կաբինետում նստած եւ որևէ ձայն երեխայի բանը իսկույն դուրս է գալիս, որ իմանա ինչ կա, ինչքան էլ որ համոզում է, որ դու գործ չունես, դու քո գործը ունենա, չէ, ինքը երեխաների ձայնին միշտ պիտի մասնակցեր եւ երեխայի կամքը կատարեր, այս էր իր բանը, որ ինքը աշխատում էր գիշերները, ցերեկը պիտի քներ, երբ որ քնում էր, ես կարդում էի օրվա գիշերվա գրածը եւ ինքը որ զարթնում էր, խոսում էր, խոսակցության մեջ այնուամենայնիվ զգում էր, որ ես կարդացել եմ, ասում էր էլի մտել ես կաբինետ, էլի կարդացել ես, բայց ես անպայման ուզում էի ցե գիշերը ինչքան ա գրել ու ինչ ա գրել, առհասարակ ես պիտի ասեմ, մենք լավ գրողներ ունեցել ենք, Հրանտ ընկերները, Մուշեղը, Զորիկը, լավ գրողներ են, այնուամենայնիվ մի տեսակ մոռացվեցի, սա ինձ շատ ցավ է պատճառում, իսկ որ ինքը այսպես կա եւ շարունակվում է, սա մենակ իր ընտանիքի պատիվը չի, սա ազգային արդեն արժեք է դառնում եւ դրա առաջ բոլորս խոնարհվում ենք։ Just funky hold the